վախեցող չկա, ընկճվող չկա, միայն առաջ։ Այս մեկ նախադասությամբ է պատասխանում Գյումրիի քաղաքապետը Նիկոլ Փաշինյանին իր մասին խորհրդարանի ամբիոնից արած հայտարարությանը, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Շնորհակալ եմ, պարոն Սարուխանյան։ Գյումրեցի ԿՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն էր խորհրդարանում մտահոգություն հայտնել Փաշինյանին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքի եւ նրա արած հայտարարությունների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը պնդում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հայտարարություն չի արել։ Մի առիթով ասել է, որ պետականությունը պաշտպանելու համար պետք է ինչ-որ միության մեջ լինել։ Այսօր աշխարհում կա մի երկիր, որ միություն կազմած չի։ Հələ մեկ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն։ Ինչի Ամերիկան, Անգլիան, Գերմանիան միություն չեն։ Հայաստանի ինքնիշխանության իր նվիրվածությունը պատկերավոր է ներկայացնում Գյումրիի քաղաքապետը։ Եթե Հայաստանը տեսնում են, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Վարդան Ղուկասյանին քաղաքական դաշտից դուրս շպրտելու հայտարարությամբ միայն չէր բավարարվել Փաշինյանը։ Առանց որևէ մեկի անունը տալու պնդել էր, թե Գյումրիի թիմ ընտրությունների ժամանակ ընտրակաշարք է բաժանվել։ Հավանաբար այդպես մեղադրանքի սլաքներն ուղղելով Վարդան Ղուկասյանի կողմը։ Բոլորս պետք է գնահատական տանք։ Գյումրիի քաղաքապետն էլ ընտրություններում պարտված իշխանություններին է մեղադրում կաշառք բաժանելու, ավտոբուսներով Գյումրի մարդ բերելու համար։ Վստահ է, եթե հիմա ընտրություններ լինեն, իշխող քաղաքական թիմը նորից խայտառակ պարտություն է կրելու։ Ամբողջ պետության ապարատի դեմ պայքարել ենք ու այսքան ձայներ ենք։ Ճիշտ ասած, ես չէի հավատում, որ իրանք այսքան բան պետք է անեն, այսքան կեղծիքներ ու այսքան գումար պետք է բաժի։ Ես դա չէի հավատում։ Ես մի քիչ հավատում էի, որ սա դեմոկրատիայից էին խոսում, բան էին խոսում, ասում էի հավանական է ճիշտ կպահեն իրենց։ Նիկոլ Փաշինյանը եթե դեմոկրատ է, ուրեմն Պինոչետի պես դեմոկրատ աշխարհը չկա։ Զարմանալի է, որ այս երդասարտը Նիկոլ Փաշինյանը որտեղից եկավ ու ինչ դարձավ։ Դատական հայց է ներկայացնելու Հայաստանի կառավարության դեմ Ղուկասյանը, ըստ նրա Գյումրիի հատակագիծը կա, բայց կառավարությունը շինթույլտվությունների իրենց դիմումները մի կաբինետից մյուսն է ուղարկում։ Գիտեք ինչ կա։ Ասելու բան չկա։ Գյումրիի քաղաքապետի խոսքով տարեկան 30 միլիարդ դրամ է հասնում պետական բյուջեից իրենց քաղաքին, բայց կառավարությունը հատկացնում է ընդամենը 4 միլիարդը։ Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուղարկած իմ 50 դիմումներից 6-ն է։ Հետ է ուղարկել Արայիկ Հարությունյանը, ասում է դուք իրավունք չունեք վարչապետին գրություն ուղարկել, պետք է ուղարկեք մարզպետարան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը պրոբլեմները, հոգսերը երկրի տեղականիկ տակ ոչ միայն Գյումրի, ես ներկայացնում եմ իրանք ասում եմ պետք է մարզպետարանով խոսեք վարչապետի հետ, հələ չինովնիկության, հələ ինչ աստիճան են սրանք որտեղ գրել։ Հանուն հարազատ քաղաքի ամեն ինչ անելու է Ղուկասյանը, վստահ է արդարությունը հաղթելու է։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։